Գեղարվեստի ակադեմիայի սաները կես տարի ապրել են արվեստով, ստեղծելով կտավներ, որոնք մեկ խորագրի ներքո են՝ Չարենցյան Հայաստան։ Այդ ստեղծագործությունները այժմ իրենց նոր տունն են գտել բանակում, դառնալով կամուրջ զինվորական առօրյայի և ստեղծագործ աշխարհի միջև։ Իրականացվեց այս նախագիծը, որին մասնակցում են 18 ուսանող և թեման ընտրվել էր Չարենցյան Հայաստան և այդ թեմայով մեր ուսանողները ստեղծեցին այս կտավները, որոնք ուրեմն սիրով նրանք նվիրաբերելու էին զորամասին։ Ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր հրետանային ուսումնական զորամասում, մեկ հարկի տակ էր համախմբել նկարիչների, դասախոսների և զինվորների։ Երիտասարդ հեղինակները մեծ ոգևորությամբ էին պատմում իրենց կտավների մասին, խոստովանելով, որ նախաձեռնությունը հնարավորություն տվեց զինվորների առօրյան առավել հաճելի դարձնել։ Նկարչությունն ինձ համար ապրելակերպ է, առանց որի չեմ պատկերացնում իմ առօրյան։ Ես ծննդով Սիսիանից եմ, իմ համար շատ կարևոր է եղել միշտ զորաց քարերը։ Ես իմ ստեղծագործությունում պատկերել եմ հայկական փոքր խրճիթ։ Ինչու հենց խրճիթ, որովհետև այն ժամանակ բոլորը ապրել են մեկ հարկի տակ, այդ պատճառով ամեն մեկի համար իր փոքր տունը, փոքր սենյակը ամենաջերմն ու լուսավորն էր։ Այս աշխատանքը ես մոտավորապես կատարել եմ 2 ամսում։ Ու երբ որ իմացա հենց զինվորի համար եմ կատարում, ավելի սիրով լցված եմ արել, այն էմոցիաները, այն հույզերը, ինչ որ ես ունենում էի, կրկնապատկվում էին, քանի որ գիտեի, հետո զինվորը տեսնելու է իմ աշխատանքը։ Մշակույթը պետք է լինի ամենուր և մեր զինվորները բացի զինվորական պատրաստվածություն ունենալուց պետք է ունենան նաև մշակութային պատրաստվածություն և այս նախագծով մենք կարողանում ենք նաև մեր զինվորներին ուրեմն նեցուկ լինել, որպեսզի նրանք առերեսվեն արվեստի հետ, մշակույթի հետ և կարծում եմ այս նախագիծը դեռ երկար տարիներ կարողանանք իրագործել և տարբեր զորամասերում պիտանի լինել։ Զորամասի հրամանատարական կազմը նույնպես մեծ կարևորություն է տալիս նմանատիպ միջոցառումներին։ Նրանց խոսքով արվեստի գործերը զինվորների շրջանում նաև գեղագիտական ճաշակ են ձևավորում։ Ով գիտե, գուցե այս ցուցահանդեսը զինվորների շարքում նոր ստեղծագործողներ բացահայտի։ Պարբերաբար յուրաքանչյուր տարի նաև մենք ունենում ենք ստեղծագործ զինվորներ, ովքեր իրենց ստեղծագործություններով նաև հանդես են գալիս համաբանակային նկարիչ քանդակագործների մրցույթ-ստուգատեսին։ Միևնույն ժամանակ նպաստում է, որ իրենց քաղաքացիական մասնագիտությունը նաև կարողանում են զորամասում շարունակությունը գտնել և իր տրամաբանական ավարտ ունենալ, նաև այդ կապը չի կորում մշակույթի և ծառայության հետ։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեր զորամասի ընթերցասրահը, որը որ այս պահին վերածվել է և որոշ ժամանակ լինելու է որպես ցուցասրահ, ոչ միայն ըստ փոքրականակ անձնակազմը դիտելու են գործը, ինչ որ նվիրաբերել եք զորամասին, մեր զորամասի ողջ անձնակազմը գալու է այս ցուցասրահով անցնելու է ձեր աշխատանքները նայելու են։ Միջոցառման ավարտին ստորաբաժանման հրամանատարն իր խոսքն ուղղեց ուսանողներին, որոնց կտավներն այժմ զարդարում են զորամասի պատերը։ Նկարիչների միության նախագահը, Գեղարվեստի ակադեմիայի դասախոսական և ուսանողական անձնակազմը գնդապետ Աշոտ Սարգսյանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Լաուրա Մամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։